Դուք տեսնում եք ջերմուկի մշակութային կարծեմ տան պատկերն է, որ երևում է հեռվից ոչնչացված, հոշոտված, դժբախտաբար նաև այն քաղաքից է, որի մատույցներում ոսոխը ռուս ուրեմն ոսոխի թույլտվությամբ եկել եւ նստել է ջերմուկի կողքին գտնվող Կեչուտ գյուղի մշակութային տունը աղետալի վիճակի պատկերով, աղետալի վիճակի եւ այսպես բազմաթիվ լուսանկարներ, որ մենք հրապարակում ենք եւ դուք կտեսնեք, թե ինչ վիճակում է մշակութային ուրեմն տների վիճակ, ինչպես որ շատ տեղերից տեսակ։ Հիշեցնեմ, դա այդպես էր ուրեմն Վահան գյուղի մշակութային տան առումով, այդպես էր Անի Պեմզայի եւ այսպես շարունակաբար այս գողացված պետության մեջ ենք ապրում եւ շատ վատ է, որ մինչեւ հիմա չեն գնդակահարվել այն նախագաները, որոնց կյանքի ընթացքում Հայաստանն աղետի է հայտնվել, դրանց մեջ 3-ն էլ մտնում են մոտավորապես։ Հիմա խոսքը փոխանցում եմ ձեզ, հարց եմ տալիս, եթե հայ մշակույթը չի լինելու, դուք ի՞նչն եք պաշտպանելու, ինչ է մնացել մեզ բոլորիս։ Մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին բոլոր տեղերում մշակութային ուրեմն տները վերականգնենք եւ այսպես չշարունակեմ բարձր խնդիրը ամենտեղ նույնն է քայքայվածություն, ավերակ, աղբանոցներ, այսպես է խայտարակություն է բոլոր գող ավազակներին, քծողներին, ուրեմն Դեմիրճանի շրջանի ապերորներին։ Ես առաջարկում եմ կամավոր կերպով, որոնք երկրի ծանր վիճակից օգտվելով ժամանակին սեփականաշնորհել են, ուրեմն պայմանավորվում ենք, վերականգնում ենք պետական ծրագրով, մինչև այդ նախաձեռնությամբ մշակույթի տները